Ազգային ժողովի մեծարգո փոխոսնակ, սիրելի գործընկերներ եւ մեզ հետևող սիրելի քաղաքացիներ, ես նույնպես ստիպված եմ շեղվել թեմայից, որովհետեւ անդիմությանը չարձագանքել չեմ կարողանա։ Տիկին Էլինար Վարդանյանը այս հարթակից ողջունում է նոր ձևավորվող ուժերին։ Իհարկե զվարճալի է, որ տիկին Էլինար Վարդանյանը դրանք նոր է անվանում, բայց հարց ունեմ, օրինակ տիկին Վարդանյանը չի նեղվում, որ պատեհ ու ոչ պատեհ առիթներով այդ նոր ձևավորվող ուժերը դիստանցավորվում են իրենցից։ Ասում է, չէ, մենք այս իրանց հետ կոալիցիայի չենք գնալու, չէ, Արման Թաթոյանն ասում է, չէ, ես ինչ կապ ունեմ նախկիների հետ, ես ում Սերժեն Ծորոկ փոխնախարար չեմ եղել։ Այսինքն իրենք այնուամենայնիվ ձեր մեջ խնդիր տեսնում են։ Տիկին Աննա Գրիգորյանն ասում է, ես չգիտեմ վեհապարները Կտրիչներ Սյանը երեխա ունի թե չէ։ Տիկին Աննա Գրիգորյանին կարամ հուշեմ, գիտեմ Արմինե Օհանյանի հետ կապեր ունի իրանց ֆրակցիան։ Կարող են օրինակ ճշտել այդ հրապարակ օրաթերթում տարիներ առաջ այդ ինչ հոդված ա գրվել, որ Կտրիչներ Սյանը այնուամենայնիվ դուստր ունի։ Կամ օրինակ, երբ որ Բորիս Մուրազին իրենց համար իրենց թեզերն ա պաշտպանում, մի հատ իրանից էլ կարող են ճշտել, կարծեմ անուն ազգանունով տեղյակ ա դստեր մասին։ Տիկին Քրիստինե Վարդանյանը ստեղ գալիս ասում է դուք ասել եք Արցախը Հայաստանը եւ վերջ, դրա համար դե գիտեք էլ այդ իրանց հիմնական թեզերը, ես ուզում եմ հիշեցնել, որ ազատությունը տեսանյութ ունի, կմիացնեմ վերջում, որտեղ որ Ռոբերտ Քոչարյանը բառացի ասում է Հայաստանը Արցախը եւ վերջ, եւ գիտեք սիրելի քաղաքացիներ ինչու է ասում, որտեղ ոչ լեգիտիմ ձևով փորձում էր նախագահ դառնալ Հայաստանում, եւ երբ իր կեցության ցենզը չէր կարողանում որևէ ձև հիմնավորել, նիստին կենտրոնական ընտրական հանձնաժողովում նախ հայտարարվեց, որ Արցախը Հայաստանը եւ վերջ եւ դրանից հետո, որպեսզի կարողանա պաշտպանել այս թեզը, Ռոբերտ Քոչարյանը ինքը ասեց Հայաստանը, Արցախը եւ վերջ, եւ եթե հիշում եք, որևէ բան տեղի չունեցավ, այն ինչու մեզ մեղադրում են։ Իսկ հիմա իմ սիրելի ժանրը, ես չեմ կարող չանդրադառնալ այս իշխանազավթների ֆրակցիային, աննայենց իշխանազավթ ֆրակցիային, որովհետեւ երեք պարոն Մամիջանյանը ստեղից ստերի այնց մեծ տեղատարապ հայտնեց, որ հերթով, փաստերով պետքա դրանց արձագանքել։ Նախ, եւ որ մենք խորհրդարանը ընդունում էր օրենք եվրոպական ինտեգրման մեր նկրտումների մասին, մենք մեր ներքին օրենսդրության մասին խոսակցությանը որևէ օտար երկրի, այլ երրորդ երկրի ներկայացուցին այս խոսակցության մաս հրավիրել չէինք ուզում։ Այսինքն սա մենք ասում ենք, որ մեր ներքին օրենսդրությունն ընդունում է խորհրդարանը եւ մեզ հարկավոր չէ, որ որևէ երրորդ պետություն այն մեկնաբանի, բայց քանի որ Հայկ Մամիջանյանը շատ է նեղսրտել եւ ասում է, այս ընդունած օրենքը որևէ մեկը որևէ նույնիսկ Չ եվրոպական քաղաքական գործիչ չի մեկնաբանել, ուզում եմ վշտեցնել Մարտակոսը Հայաստանում լրագրողների հետ իր ելույթում, իսկ ես վստահ եմ Մամիջանյանը գիտի, որ Մարտակոսը ընդհանրապես Չ քաղաքական գործիչ չի Եվրոմիությունում, արձանագրել է, կարևորությունն է նշել այս նախագծի եւ ասել է, որ շատ կարեւոր է, որ ոչ միայն իշխող մեծամասնությունը, ոչ միայն գործադիր իշխանությունն է դրան գնում, այլ սա արտացոլում է Հայաստանի Հանրապետության ժողովրդի կամքը։ Հետո պարոն Մամիջանյանը ստեղ խոսում է ՍԵՊԱ-ի մասին, ասում է ՍԵՊԱ-ն, ախր պարոն Մամիջանյան, գոնե դուք ՍԵՊԱ-ից մի խոսեք։ Ասենք ՍԵՊԱ-ն մենք գոնե հիշում ենք ոնց է ընդունվել։ ՍԵՊԱ-ն ընդունվել է նրա արդյունքում, երբ որ դուք խաբել եք եվրոպացի գործընկերներին եւ չեք ստորագրել ասոցիացիան համաձայնագիրը։ Եվ որ Շավարժ Քոչարյանը, Տիգրան Սարգսյանը ձեր վարչապետ խոսում էին, թե ինչ վտանգավոր կլինի Հայաստանի համար ԵԱՏՄ անդամակցությունը, դուք վերջին պահին հրաժարվեցիք, դուք չէ, ձեր քաղաքական ղեկավար Սերժ Սարգսյանը եւ դրա արդյունքում ծնվեց ՍԵՊԱ-ն։ Բայց գնանք դրանից էլ անդին։ Դուք ՍԵՊԱ-ի մասին մյուս սուտն եք ասում եք, որ ՍԵՊԱ-ն վավերացվել է ձեր օրոք, ՍԵՊԱ-ն ԵՄ անդամ պետությունների մեծամասնությունը վավերացրել է մեր օրոք։ Հետո փորձում եք զուգահեռներ անցկացնել ՍԵՊԱ-ի եւ գործընկերության օրակարգի միջև, ասելու էս ԿՊԱ-ականները ինչ որ գործընկերության օրակարգ են բանակցում, մեր ՍԵՊԱ-ն, ուրեմն ուզում եմ մեր քաղաքացիներին ասել, որովհետեւ պարտավոր չեն բոլորն իմանալ, ՍԵՊԱ-ն եւ գործընկերության օրակարգը իրար հետ համեմատելի փաստաթղթեր չեն։ Գործընկերության օրակարգ եղել է նաև ձեր օրոք։ Իհարկե չեք ձգել մեր օրակարգ ձևավորել Եվրոմիության մեր գործընկերների հետ, բայց դրանք փող լրացնող փաստաթղթեր են եւ պետք չի որ գործընկերության օրակարգը վավերացվի նաև ուրեմն խորհրդաների կողմից։ Հետո պարոն Մամիջանյանը այս երեսպաշտության բարձրագույն դրսևորումն է, այլ այստեղ այս հարթակից փորձում է խոսալ Արցախի բանակցությունների մասին։
Պարոն Մամիջանյան, ձեր քաղաքական ղեկավարը հենց այս ամբիոնից ապրիլի 17-ին հայտնել է, որ բանակցությունները մտել են փակուղի։ Ես ուղղակի ամանչում եմ այս նորից սրա մասին խոսել, որովհետև ինձ թվում է արդեն սերտած կլինեք։ Լավ, քաղաքացիները հիշեցնեմ, բայց դուք գոնե սերտած կլինեք, կամ ձեր քաղաքական ղեկավարներ, որ մի քանի րոպեներ անց մեկ այլ հանրապետական падգամավորի արձագանքելիս նշեց, որ այլևս անհնար է կարծել եւ հույս հայտնել, որ Ադրբեջանը կհրաժարվի իր ուխտադրուժ նպատակներից, այն է պատերազմի միջոցով լուծել Լեռնային Ղարաբաղի հարցը։ Այսինքն, պարոն Մամիջանյան, տապալել եք բանակցությունները, ու իդեպ ես աթոռի հետ եմ խոսում, սա շատ նորմալ է, պատիվ ունեմ խմբակցությունը, գալիս գրանցվում է ու հեռանում է նիստերի դահլիճից զուտ աշխատավարձ ստանալու համար, սիրելի քաղաքացիներ։ Ուրեմն եկել է Սերժ Սարգսյանը այս դահլիճից հայտնել է, որ բանակցությունները մտցրել է փակուղի, հետո հայտնել է իլուր աշխարհ, որ դա պատերազմ է մեկնարկելու, եւ հիմա պարոն Մամիջյանը ասենց լուրջ դեմքով գալիս ասում է, այ դուք, ձեր Մոսկվան, չգիտեմ, Պիտերբուրգը, լուրջ չի։ Հետո լուրջ չի նաև, որ պարոն Մամիջանյանը եւ իր ֆրակցիան պարբերաբար մեզ իշխանազավթ են անվանում։ Այն մի քաղաքական ուժը, որը այդտեղ նստած է, որտեղ ընտրական օրենսգրքում երրորդ ուժի ներկայության պահանջ կա, տարիներ շարունակ ընտրակաշառքով ու ընտրությունների կեղծմամբ զբաղվել ու նույնիսկ 21 թվականի խորհրդանական իշխանությունում իրանք ունեն ընտրակաշառք բաժանելու մասին դատավճիռ։ Այսինքն եկել մեզ եւ իշխանազավթ են ասում։ Եվ քանի որ այս ինքնության մասին Աննա Գրիգորյանը այսպես տանջված գալիս այստեղ խոսում է, որ դուք Ադրբեջանի հետ միասին մեր ինքնությունը գնաց կորավ, ես ուզում եմ ասել, որ ես խղճում եմ այն մարդկանց, ում համար ինքնությունը կարա այսպես վերանա նրանից, որ անձնագրում այլևս Արարատի նկարը չի լինելու։ Եթե ձեր ինքնությունը կախված էր այդ կնիքի վրայի Արարատի պատկերից, ես ձեզ խղճում եմ։ Ես ձեզ խղճում եմ, որ դուք մտածում եք, որ մենք եկեղեցու դեմ կռիվ ենք տալիս, որովհետև եկեղեցու համար ենք մենք կռիվ տալիս։ Եթե ձեր համար նորմալ են այն ձայնագրությունները, այն տեքստերը, որոնք հաստատում է Միքայել Աջապահյանը, այն հորդորները, այն բռնաճնշումներ, որ առկա են եկեղեցում, եւ դուք հենց մեզ եք մեղադրում եկեղեցու դեմ պայքարում, ես ցավում եմ, որ ձեր տրամաբանությունը, ձեր միտքը այս ձևով զարգանում, ինձ մնում է միայն հույս հայտնել, որ Աննա Գրիգորյանը կփոխի ի վերջո իր դիրքորոշումը։ Իսկ հիմա խոստացածս դայնագրությունը առայն, որ Ռոբերտ Քոչարյանը ինքն է հայտնել, որ Արցախը Հայաստան է եւ վերջ առաջինը։ Եվ նպատակը իհարկե բարձր։ Ուրեմն սա Ազատության ռեպորտաժից մաս է։ Ուրեմն մի վարքյան, քան որ ես փորձ չունեմ, Շտաբը գերադասեր, որպեսզի իրենց տեխնացուի գրանցումը կենտրոնական դրական հանձնաժողովում անցներ առանց ավելորդ աղմուկի, առավել ևս կցանկանար խուսափել դատական հայցերից։ Բայց եթե այդ ամենն արդեն տեղի էր ունեցել, հարկավոր էր որդեգրած գիծը մինչև վերջ տանել, պնդելով, թե Լեռնային Ղարաբաղը Հայաստան է եւ վերջ։ Ռոբերտ Քոչարյանը նման հայտարարությամբ հանդես եկավ ԿՀ աղմուկահարույց նիստի հաջորդ օրը 1998 թվականի մարտի 7-ին երիտասարդության հետ հանդիպման ժամանակ։ 88 թվականից մինչև այսօր Ղարաբաղը եղել է, կա եւ մնալու է Հայաստանի մեկ մասը։ Իսկ ինձ թվում է Քրիստինե Վարդանյանը դեռևս չի հայտարարել, որ ինքը Ռոբերտ Քոչարյանի ֆրակցիա անդամ չէ։ Եթե այդպես է, ուրախ ենք իմանալ, որ Քրիստինե Վարդանյանը ի վերջո գիտակցել է, թե որքան է վնասում իրեն ասոցացումը Ռոբերտ Քոչարյանի քաղաքական թիմի հետ։ Շնորհակալություն։ Չմոռանաք հավանել տեսանյութը եւ բաժանորդագրվել Civic AM-ի YouTube-յան էջին։